Երեկ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել եւ ինքնաառաջադրվել է որպես հանրային համերաշխության վերականգնման գծով գլխավոր փորձագետ։ Եվ հայտարարել է, որ ինքը վերականգնելու է հանրային համերաշխությունը։ Հանրային համերաշխությունը, հիշում եք Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիները ինչպես էին բնորոշվում մարդկանց կողմից։ Արյունոտ տասնամյակ։ Ահա այդ համերաշխության միջավայրում Ռոբերտ Քոչարյանը կառավարում էր, երբ հոկտեմբերի 27-ին պարլամենտում գնդակահարում էին պետության բարձրագույն ղեկավարությանը։ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին գլխատվեց Հայաստանի իշխանությունը։ Դա նոր անկախ երկրի պատմության մեջ ամենաողբերգական եւ ամենաամոթալի այցն էր։ Այդ օրը 5 ահաբեկիչ ձեռք բարձրացրեց երկրի պետական խորհրդանիշների վրա։ Նաիրի Հունանյանի գլխավորությամբ զինված ահաբեկիչների խումբը ներխուժեց խորհրդարան եւ գնդակահարեց պետական ամենաառանցքային գործիչներին։ Երբ մարտի 1-ին 10 մարդ էր գնդակահարվում Երևանի փողոցներում, ովքեր դուրս էին եկել իրենց իրավունքները պաշտպանելու համար։ Ամերանց ոստիկանությունը Գրիգոր Լուսավորիչ փողոցով գրոհ է սկսում։ Հավաքի մերձակայքից Պարոնյան, Լեո փողոցներում ու Մաշտոցի պողոտայում լսվում են կրակոցներ։ Քաղաքացիների դեմ օգտագործվում են մարտական փամփուշտներ, ավելի ուշ հայտնի է դառնում գործել է դիպուկահար։ Զինված ուժերը զրահամեքենաներով խիստ հսկողության ներքո են վերցնում կառավարության եւ մերձակա պետական շենքերը։ Անտեսելով սահմանադրական արգելքը, բանակի ստորաբաժանումները հայտնվում են իրադարձությունների վայրում։ Ռոբերտ Քոչարյանը երկրում հայտարարում է արտակարգ դրություն, հիմնավորելով, թե ցուցարարները կրակում են։ Ոստիկանությունը կիրառում է արգելված հատուկ միջոցներ։ Մարտի 1-ի արյունալի իրադարձությունների հետևանքով զոհվում է 10 քաղաքացի, այդ թվում 2 ոստիկան։ Երբ պաշտոնյաները ինքնասպան էին լինում 2 կրակոցով մեկը սրտից։ Երբ պրիվետ ռոբ ասելու համար նրա ախրանիկները մարդուն զուգարանում ծեծելով սպանում էին ռեստորանի։ Ահա Քոչարյանի արքունական պալատի պատուհաններից այն կողմ գուցե շատ համերաշխ ա եղել։ Բայց այդ պատուհաններից այն կողմ մարդիկ ապրել են այն արյունոտ համերաշխության մեջ, որ Ռոբերտ Քոչարյանը հիմա ուզում է վերականգնել։ Արյունոտ համերաշխություն։ Չարության ծայրագույն մարմնացումը հիմա խոսում է չարության դեմ պայքարից, հա, չարության բալասան է Ռոբերտ Քոչարյանը։ Որևէ մեկը չի մոռացել Քոչարյանի կառավարման տարիները։ Որևէ մեկը։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։